Գյումրիում դաշնակցական երիտասարդների եւ տարեց մարդկանց միջև եղած միջադեպը, որը ստացել է պապիկներ ծեծելու գործ անունը, կարճվել է։ 2022-ի մայիսին էին դիմադրության շարժման անդամներին իրավապահները ձերբակալել, թե իբր խուլիգանություն են արել Գյումրիում։ Դեպքից 5 ամիս հետո ազատ արձակված Գոռը պնդում է, ամեն ինչ սկսվել է իրենց ուղղված հայհոյանքներից։ Քաշքշոց ա եղել, մոտիկացել ենք այն բանով, որ ինչի համար եք ձևերով հարվածում։ Գոռը հիշում է, կողքից նկարողներ կային, հենց այդ տեսանյութերի հիման վրա էլ գործ էր հարուցվել։ Նկարահանվել է այդ ամեն ինչը, այդ վիդեոն մոնտաժ են արել, ինչ հատված, որ իրանց պետք է այդ հատվածը տվել են Civic-ին եւ Civic-ով տարածել էին, որի հիման վրա գործ էր հարուցվել խմբակային կազմակերպված խուլիգանության հոդվածով։ Մոտակայքում ոստիկան չի տեսել Գոռ Սարգսյանը, հետո է իմացել, որ տարածված տեսանյութը նայելուց հետո ոստիկաններել են իրենց դեմ ցուցմունք տվել, որպես ականատես։ Գոռը զարմանում է, ինչ իմաստուն էին այդ ցուցմունքները, եթե իրենք ինքնակամ ներկայացել ու խոստովանել են, որ տեսանյութում իրենք են։ Մոտ 10 թե 8 ոստիկան մեր վրա ցուցմունք են տվել, որ վիդեոն տեսել են լրատվականներով եւ մեզ ճանաչել են։ Իհարկե դրա կարիքը չկար, որտեղ մենք անձամբ գնացի ասել ենք, որ այո մենք ենք այդ վիդեոյի մեջ։ Դաշնակցական երիտասարդների դեմ որևէ մեկը չի բողոքել, նույնիսկ միջադեպի մասնակից պապիկները։ Միջադեպից 3.5 տարի անց է փաստորեն պարզվում, որ դաշնակցական երիտասարդները խուլիգանություն չեն արել։ Այդ մարտիկում այդ որ միջադեպը եղել է, առերեսման ժամանակ քննչականում եկել են ներկայացրել են, որ իրականությունը ինչ ա եղել, անգամ այդ մարտիկ իրանք են ասել, որ իրանք ձևերով հարվածել են մեզ, եւ որ մենք հայոյանք չենք արել, իրանք չենք ծեծել։ Դիմադրության շարժման մասնակից Գոռ Սարգսյանից բացի 5 ամիս ճաղերի հետևում են պահել նաև Տարոն Մանուկյանին։ 3 ամիս բանտում են եղել նրանց ընկերները Արսենը, Գոռը եւ Գևորգը։ Դիմադրության թեժ փուլում են մեկուսացրել դաշնակցական ակտիվ երիտասարդներին։ Գոռ Սարգսյանը վստահ է, ձերբակալման պատճառը քաղաքական է։ Այս 7 տարվա ընթացքում բոլորի հանդեպ նույն ձև են անում, առաջին հերթին պիտակավորում են, գործ են կարում վրեկները, առաջին հերթին խայտարակ են անում, փորձում են այս մարդուն սևացնել, վարկանիշը գցել, հետո արդեն ամիսներ հետո, տարիներ հետո այդ գործը ոնց որ մեր գործի պարագայում փույժ դուրս կգա, հոդվածը կփոխվի, հոդվածը կմեղմանա, առհասարակ հանցակազմ չի լինի, արդեն դա այդ մարդկանց հետաքրքիր չի։ Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։